Изнутри Ирана это выглядит именно так. А дальше у кого сил хватит на затяжную войну? Хотя боюсь, что у Ирана хватит. Да, у них меньше оружия, да, у них нет ядерного оружия, но у них есть люди, готовые умирать. Таких людей сейчас на Земле очень мало. Человек избаловался, человеку стало хорошо жить, он умирать не хочет. А вот в Иране есть очень много людей, готовых умереть. Если американцы начнут сухопутную операцию, будет очень непросто. Это я подбираю еще вежливые слова. Եթե Իրանը թույլանա Հայաստանի վրա էլ կազդի, որովհետև բոլոր այդ կետերը հարավային Կովկասից մինչև Մերձավոր Արևելքը բոլորը իրանական անվտանգությունի կոդիներ են, դրա համար Իրանը միշտ էլ մտահոգություն ունի շուտով կգործադրի Թրամփի ճանապարհը, հիմա այդ թշնամական իրավիճակում հայտնի չի Իրանի դիրքորոշումը, որ կարող է ավելի կոշտ լինի այդ Թրամփի ճանապարհը, որովհետև կարող է Իրանը չի հանդուրժի Ամերիկայի ներկայությունը իր սահմանների մոտ, այն ժամանակ մի քիչ դերությունի մեջ էր մտնում, եթե մի քիչ ավելի մեղմացած էր իր քաղաքությունը, կարող է այդ պատերազմից հետո ավելի կոշտ լինի Իրանի դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ։ Բարբերական շփումները Հայաստանի պաշտոնյաների հետ մի ուշագրավ զուգադիպություն արձանագրեց մեր պաշտպանության նախարարը երևի վերջին բարձրաստիճան պաշտոնյան էր, որ Իրանի ղեկավարների հետ հանդիպում ունեցավ։ Քո ուղղակի ենթադրությունն եմ ուզում ճշտել, դա այս մթնոլորտի հետ կապված այցելություն էր, թե զուտ հայ-իրանական հերթական բանակցություններին կամ համագործակցությանը նվիրված հանդիպում։ Ես կարծեմ հերթական հանդիպում էր, որովհետև ոչ մի այլ դեպիալ չունենք, որ այդ դեպքերի հետ կապված ինչ որ բաներ, հերթական հանդիպում էր նախապես պայմանավորված եւ դա տեղի ունեցավ, բայց չի խոչընդոտել այդ ռազմական փաշտոնյաների զոհելը չի խաթանելու այդ Իրան-Հայաստան ռազմական այդ ծրագիրների իրականացումը ամեն զինվորական կամ ռազմաքաղաքական փաշտոնյա Իրանում բարձրաստիճան նախապես ունեցել է 5-ից 7 փոխարինող, այսինքն ավտոմատ եթե մեկը զոհվի, մյուսը շատ արագ ձևով որ փոխարինում է իր լրազորությունները շարունակում է, որպեսզի համակարգը չխաթանվի, համակարգը գայուն մնա եւ չի փոլուզի։ Իրանի պետականությունը կախված չի անձերից, իհարկե այդ անձերը շատ ազդեցիկ են եւ շատ կարեւոր դեր են ունեցել Իրանի պետականությունի մեջ, բայց այդպեսի համակարգ է, ամուր համակարգ է, որպեսզի մի քանի դաժե հիմա տեսնում ենք Իրանի առաջնորդին են սպանել, բայց համակարգը աշխատում է, ոչ մի թույլությունի նշան չի, շատ ինտենսիվ պատասխանում են, սաղ զորքերը իրենց լրազորությունները Իրանի պաշտպանելու, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար իրականացնում են։ Չի ընդհատվել։ Ինչպես է իրականացվում հայերի տարհանումը։ Հայերի տարհանում չկա, երկիրը Իսրայելում փակ է, որ ցանկություն էլ հայտնենք։ Հիմա Մասկատ Երևան գիծն է դժվար եմ։ Ինչպես։ Մասկատ Երևան գիծն են թողարկել։ Հա, բայց դա Իսրայելը ինչ կապ ունի, մենք ոնց պետք է։ Ես նկատի ունեմ, որ հայերը կփորձեն Օմանի ճանապարհով տեղափոխվել Հայաստան, եթե այդ հնարավորություն ստեղծվի։
Ոչ, մենք այդ հնարավորությունից չենք կարող օգտվել, մենք ունենք այլ ճանապարհներ, մեր մոտ դա բան է բաց, այսինքն կարող ենք եւ Հորդանանի եւ Եգիպտոսի միջոցով գնալ, Հորդանանին ճիշտ է իրանցիները, պարսիկները պատերազմ հայտարարել են, բայց Եգիպտոսին չէ, այսինքն գնալով հարավային Էլատ քաղաք կարելի է այնտեղից, այսինքն հիմա շատ ավտոբուսներ, միկրոավտոբուսներ կան, ես էլ դրանց հեռախոսահամարներն էլ ունեմ, եթե մարդիկ ցանկություն են, կարող են նաեւ մեզ դիմել կարող ենք ասենք տուր կամպանիաներ կան զբոսաշրջության զբաղվող, որոնք ասենք փոքրիկ մինի վեններ են տրամադրում, կարող ես մեկնել Եգիպտոս, այսինքն մինչև Եգիպտոսի սահման, հարավային Իսրայել, Էլլատի մոտ այնտեղից անցնել եգիպտական սահման եւ Եգիպտոսում արդեն ավիաչվերթներ կան, նաեւ այլ տարբերակ էլ կա, կարող են մարդիկ ասենք փոքրիկ նավակներով հասնել Կիպրոս, Կիպրոսից արդեն Հունաստան, Հունաստանից արդեն տեղափոխվել Հայաստան։ Սա խնդիր չէ, բայց ի տարբերություն ասենք շատ պետությունների ոչ հայերը, ոչ էլ ասենք Իսրայելի մյուս բնակիչները Իսրայելից այսպես սարսափահար փախչելու երբևէ նման մտադրություններ չեն ունեցել, միայն առաջին անգամ երբ որ եղավ 23 թվականի հոկտեմբերյան պատերազմը, երբ ուղղակի օդը բաց էր դեռ եւ պատերազմը Իրանի հետ չէր, այսինքն խոսքը 600 կիլոգրամանոց բալիստիկ հրթիռների մարտագլխիկների մասին չէր, երբ որ ամեն մի մարտագլխիկ ընկնում էր եւ օդը բաց էր եւ հնարավորություն կար մեր ժողովրդին տարհանել, այն ժամանակ մենք դիմեցինք Հայաստանի կառավարությունը ինքնաթիռ տրամադրեց, մենք մեր երեխաներին, մեր կանանց էվակուացրեցինք Երևան։ Եվ մեր հաշվով էլ հետո տոմսեր առանք, երեխեքին հետ բերեցինք, ուղղակի միակողմանի անվճար ինքնաթիռ տրամադրեց մեր կառավարությունը։ Այս պարագայում որևէ մի ինքնաթիռ չկա, խոսակցություններ կան, որ հնարավոր է Էլալը կամ Իսրայելը կամ Արկիա ավիա փոխադրողները հրեական նրանք սկսեն դրսում մնացած հրեաներին, ովքեր որ Իսրայելի քաղաքացիներ են, քանի որ նրանց վրա դրսում Իրանի հետախուզության հարձակումներն են հնարավոր, այսինքն ահաբեկչական գործողությունները, մարտահրավերները հրեաների դրսում, որտեղ որ հիմնականում կուտակված են հրեաները եւ ցանկություն ունեն Իսրայել հետ գալու, հնարավոր է ուղարկեն ինքնաթիռները, որ մարդկանց ուղղակի ներկրեն երկիր։ Իսրայելում հակառակը տեղի На Западе такая утвердившаяся точка зрения, что Иран представляет угрозу. И Трамп, когда обосновывал несколько дней назад удары по Ирану, он так и говорил, что Иран угрожает Америке. Ну, хотя мы понимаем прекрасно, где Иран и где Соединенные Штаты Америки, да, как Иран может Америке угрожать. Значит, это как бы первое. Второе, значит, мы понимаем, что, собственно, это очевидно, что в нападении на Иран участвовали не только Соединенные Штаты Америки, но и Израиль. Более того, Израиль является номером первым в этом нападении, а Соединенные Штаты номером вторым. Именно израильские ракеты, значит, поразили Хаминеи, да, значит, и по руководству, точечно руководству Ирана, как раз израильские ракеты бьют. Значит, и почему номер первый это Израиль, и только номер второй это Соединенные Штаты Америки? Ну, это связка как раз ведомого и значит, ведущего. Значит, и мы еще до нападения, даже до разговоров о том, что Соединенные Штаты Америки вот готовятся там в случае, если Иран проявит недоговороспособность, значит, силой его заставить, да, договороспособность проявить, мы говорили, что файлы Эпштейна, да, и вся ситуация, которая складывается вокруг Эпштейна, значит, которого обвиняют в том, что он там как бы сформировал агентуру Моссад и так далее, и что в этих файлах очень обильно присутствует Трамп, что это наверняка будет использовано для того, чтобы шантажировать Трампа, а значит поставить его перед выбором. Либо обнародуются те файлы, в которых Трамп выглядит в неприглядном свете, либо он начинает кампанию, значит, против Ирана. Հայ-թուրքական սահմանը ինչ կան վերաբերում այս կոնֆլիկտը։ Հայ-թուրքական սահմանը մեծ ուղիղ այս պահին մեծ հաշվով չի վերաբերվում, բայց եթե իրավիճակը ավելի սրվի եւ ավելի երկարատև գործողություններ լինեն, ես կարծում եմ Թուրքիան կդիտարկի սահմանը հետ կապված որոշակի բաներ եւ գուցե հնարավոր լինի, որ միանգամից սահմանը բացի, որտեվ ելք չունի էլ փաստացի։ Մենք ամեն օր լսում ենք
նավթավերամշակման, գազի մեծ արտադրական կենտրոնների ռմբահարություններ։ Իսկ նավթատարների, գազատարների նկատմամբ, եթե հրթիռային այդպիսի լայնածավալ հարձակումներ սկսվի, ունենք իմ աչքի առաջ գալիս է Բաքուջեյանը, ինչ կարող է լինել։ Այն, որ Իրանը այսպիսի քաղաքականություն է որդեգրել, ես այս քաղաքականության շրջանակներում հնարավոր եմ համարում, որ նաև հարվածներ լինեն նման ենթակառուցվածքներին։ Բայց ձեր ասացի դեպքում, ուրեմն պետք է ուզենա Իրանը հարվածել Ադրբեջանին, որը կարծեք թե մինչև այս պահը դեռ չի երևում։ Ճիշտ է, այսօր կար ինֆորմացիա, որ որոշակի ակտիվություն ադրբեջանական կողմում կա, բայց կարծում եմ դեռևս պետքա սպասել։ Դա կհաստատվի թե ոչ։ Այն երկրներին, որոնց խփում է Իրանը ուղիղ, Կաթար, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Թուրքիան բաց այդ պաշտպանում է։ Տեսեք, Թուրքիան մի կողմից դատապարտեց Իրանի վրա հարձակումը, բայց մյուս կողմից թե Էրդողանը եւ թե Հական Ֆիդանը Ավելին Ֆիդանը ասում է այս խնդիրը ռազմական լուծում չունի։ Նույնը ասում են իմիջելոց նաեւ ռուսները։ Ասում է, այո, բայց իրենք պաշտպանում են ըստ էության ծոցի երկրներին։ Հական Ֆիդանը բառացիորեն իր երեկվա հարցազրույցում հենց նշում էր, որ Իրանը սխալ է անում, ոչ ճիշտ չհաշվարկված քայլեր է անում, երբ որ ռմբակոծությունների է ենթարկում այս պետություններին, որոնք որ դեռ չեն պատասխանում Իրանին։ Եվ շատ հետաքրքիր է նաև նրա մի ձևակերպումը, երբ որ ասեց, որ Իրանը ոնց որ ինքը խորտակվում է եւ ամբողջ տարածաշրջանին իր հետ ուզում է տանել։ Այս իր բնութագրումն էր։ Այնպես որ ավելի շատ այո, նրանք պաշտպանում են արաբական երկրներին եւ հետաքրքիր է, որ նույն Ֆիդան այն միտք ասեց, որ Իրանը այդ չմտածված, երբ որ ասեց հարվածում է չհաշվարկված, որտեղ ասում այդ պետությունները միջնորդ պետություններ էին, որոնք ցանկանում էին Իրանի հարաբերությունները արևմուտքի հետ կարգավորել։ Знаете, конфликт, судя по всему, развивается по абсолютно непредсказуемой траектории, и, судя по всему, те люди, которые, собственно говоря, этот конфликт инициировали, они совершенно не ожидали, что получится так, как, собственно говоря, получается. Да? То есть, судя по всему, Соединенные Штаты и Израиль сделали ставку на блицкриг, делали ставку на то, что им удастся, уничтожив все практически военно-политическое руководство Ирана, что им, собственно говоря, весьма успешно удалось в самом начале операции, в первый же день, что это заставит как бы иранские элиты каким-то образом, что это их сломит, да, что это заставит их пойти на переговоры, заставит пойти на компромисс. Но мы видим, что этого не произошло. Более того, иранское государство демонстрирует чудеса, на самом деле, устойчивости, да, несмотря на то, что выбиты ключевые фигуры, которые руководили как с политической, так и с военной точки зрения этим государством. Вот. С государством иранским ничего не случилось, система продолжает функционировать. Вот. Более того, так сказать, выбрали новых руководителей, там пока еще, я так понимаю, официально не подтверждена информация по поводу выборов нового Рахбара, но так или иначе, да, это, если еще не произошло, то вот-вот произойдет. Вот. И, судя по всему, ни в Вашингтоне, ни в Тель-Авиве просто не ожидали такого, что Иран окажет, продемонстрирует способность к долгому сопротивлению в таких вот достаточно жестких для него условиях. И, конечно же, скорее всего, они не ожидали, что будет расширяться география этого конфликта, а она расширяется с каждым днем, как мы видим, и все больше и больше стран в него так или иначе оказываются втянуты. Вот. Поэтому, конечно, для инициаторов этой новой войны сейчас задача состоит даже уже не в том, чтобы каким-то образом победить в этой войне, там, да, они сами сейчас начинают уже путаться, они не понимают, чего на самом деле они хотят от Ирана добиться. То звучат заявления о том, что наша цель смена режима, то теперь они уже изменили риторику и говорят, что наша цель не допустить появления ядерного оружия у Ирана. Вот. То есть, судя по всему, они уже никаких конкретных задач не ставят. И сами они видят развязку этого конфликта в том, что может быть, все-таки мы сейчас еще дожмем
и иранское руководство все-таки согласится на какие-то переговоры, согласится пойти на какие-то компромиссы. И для них сейчас первоочередная задача, если они не могут победить, то как им выйти из этого конфликта, что называется, без потери лица. Да? Իրան-Հայաստան սահմանիներ են կուտակումներ առաջացել։ Իրանական կողմից անցակետերում խնդիր կա ու կապի խափանման հետևանքով փաստացի այո անցակետը խափանումներով է գործում ու մարդկանց հոսքի կուտակումներ կան։ Հայտարարված պատճառը համենայն դեպս դա է, այլ ինֆորմացիա մենք չունենք այդ մասով։ Դեպքերը գոնե վկայում են տրամաբանոր են այն մասին, որ Իրանը Հայաստանից ավելի քիչ զգուշանալու բան ունի, քան Ադրբեջանից։ Միանշանակ, եթե համեմատում ենք զուտ նախորդ տարիների տարբեր զարգացումները, ապա այդ բոլոր զարգացումներում, մասնավորապես նկատի ունեմ Իրան-Իսրայել հակամարտության կոնտեքստում, Ադրբեջանի անունը պարբերաբար հոլովվել է։ Թե օրինակ Իրանի տարածքում ԱԹՍ հայտնվելու միջադեպի համատեքստում, թե Իրանից տարբեր միջուկային ինֆորմացիաների արտահոսքի համատեքստում կամ միջուկային գիտնականների դեմ գործողությունների համատեքստում։ Այս առումով էլ Ադրբեջանը միշտ առնվազն իրանական փորձագիտական հանրույթի շրջանում թիրախավորված է եղել եւ կա այդ անվստահությունը։ Հայաստանի դեպքում մենք երբեք նման խնդիր չենք ունեցել եւ Հայաստանի տարածքից երբևէ ինչ որ հակաիրանական գործողություններ չեն եղել։ Ադրբեջանը կարող է օգտագործել էթնիկ գործոնը Իրանում։ Կախված է նրանից, կարծում եմ, թե տվյալ պահին Ադրբեջանը ինչ առաջնահերթություն կդնի իր առջև, որովհետև եթե մենք մինչև այսօրվա ադրբեջանական կողմի հռետորաբանությունն էինք նայում եւ ադրբեջանական մամուլի մոտեցումները, իրենք դեռևս առանձնապես չէին շահարկում Իրանի թուրքախոսների հարցը ու շատ ավելի բալանսավորված էին փորձում դիրքավորվել, հանդես գալով այսպես խաղաղության օգտին, բայց եղել են իհարկե մի շարք դեպքեր, երբ Ադրբեջանը թիրախավորել է այդ օգտագործել է այդ գործոնը նույն ամենաթարմ դեպքերից 2022 թվականը, երբ Իրան-Ադրբեջան հարաբերությունները խիստ լարված էին։ Ու հիմա այս հնչադեպից հետո արդեն չեն կարող բացառել, որ այս քարոզչական պլանում առնվազն իրանական թուրքախոսների գործոնը կարող են սկսել շահարկել ու արդեն այսօրվա դրությամբ 1-2 դեպք կա, դեռ պետք է սպասենք հասկանանք արդյոք դա շարունակականության միտում ունի թե ոչ, բայց այս համատեքստում չենք կարող բացառել, թե կարող են այդ գործոնը սկսել շահարկել եւ օգտագործել։ Չեն կարող բացառել, որ Ադրբեջանին անգամ կարող են ստիպել միանալ հակամարտությանը։ Ստիպել չգիտեմ, կարծում եմ Ադրբեջանը իր շահերից ելնելով կորոշի արդյոք ինչ գործողությունների է դիմում, առնվազն պետք է սպասել հասկանալու համար, թե ինչ ուղղությամբ է գնում ադրբեջանական կողմի գործողությունների տրամաբանությունը։ Ну, достаточно очевидно, что именно привело. А вот сам по себе сценарий, он, конечно, скрыт пока в тумане войны. Ну, давайте начнем с того, какие причины у этого события. Оно ожидалось. Дело в том, что вот эта совмещенная такая двойная агрессия со стороны Израиля и Соединенных Штатов против Ирана, она была рассчитана на достаточно быструю победу, связанную с тем, что произойдет гибель единовременная всего иранского руководства. В этой связи система управления будет дестабилизирована, и можно будет в какой-то момент там найти тех, с кем можно договориться. Видимо, уже заранее были какие-то ставленники там намечены, и с ними какие-то договоренности существовали. Для того, чтобы просто перехватить власть обессиленную и перейти к какому-то новому режиму и к управляемой стране в Иране. Но вот этот замысел не сработал. Он читается, он не отрицается даже самим Дональдом Трампом, но он не сработал. Вот сейчас самое страшное, что может произойти для Дональда Трампа, это затягивание конфликта, ну, хотя бы на 2, а совсем смертельно на 3 месяца. Потому что идут сведения о потерях, идут сведения о колоссальных затратах,
и активизируется внутреннее сопротивление в самих Соединенных Штатах Америки и со стороны республиканской партии в том числе, а не только со стороны демократической. Республиканская партия Дональда Трампа расколота сейчас пополам. Вот все это будет нарастать во время продолжения войны, смысла которого значительная часть американцев не понимает, не говоря уже о европейцах. Вы знаете, исторически курдов подводили, так по-простому если сказать, кидали политически уже много раз, начиная с окончания Первой мировой войны. Мы все помним Северский договор, по которому должно было сформироваться курдское национальное государство, которое потом по требованию Ататюрка все это отменилось. Вот. Американцы трижды за последние 40 лет курдов кидали. Курды, как мне такое ощущение, что они уже к этому как-то привыкли, но тем не менее они как птица Феникс, они после каждого момента, как их предают, они опять крылья разворачивают и опять поднимаются. То есть у них есть какая-то такая пассионарная движуха, которая их зовет все время вперед. Поэтому мы недаром всегда говорим, что если курды действительно встанут в атакующую позицию окончательно бесповоротно, объединившись, там же проблема в том, что они никак объединиться не могут все вместе. А если они объединятся, то эта проблема будет почище арабо-израильской. Вот. Но пока этого, слава богу, не произошло. Но посмотрим. Кстати, вот эта вот война, которая сейчас идет, она вполне себе может послужить Спасибо, триггером. Андрей. Да. Рамиль, скажите, курдский вопрос может повлиять на исход войны? Да, но курдскую карту, я думаю, что американцы будут использовать в последнюю. То есть, если возможно будет решение проблемы без сухопутных действий, то будет решаться так. А если нет, то вы правильно заметили, что курдов много раз кидали. В последний раз в Сирии их кидали. Ну, я думаю, что есть там какие-то лидеры, которые прямо работают с американцами, и они просто не решают, идти на это или не идти. Оттуда приходит имейл, что вот именно вот такой процесс надо сделать, и они делают. И если будет нужно, то именно в плане сухопутных действий, то курды могут подключиться к этому процессу.